Բարև ձեզ հարգելի բարեկամներ, Առցանց առավոտի եթերում դեմ առ դեմ հաղորդման հերթական թողարկումն է։ Այսօր մեր բանավեճի թեման է քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարի նկատմամբ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում կիրառված բռնությունները, դրա շուրջ ծավալված իրադարձությունները։ Մեր հյուրերն են Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը, շնորհակալություն պարոն Իշխանյան, եւ Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյան, շնորհակալություն պարոն Սահակյան։ Ես նշեմ, որ մենք հրավեր էինք ուղարկել նաև Արդարադատության նախարարությանը եւ խնդրել ենք համապատասխան պաշտոնյան եւս մասնակցել այս քննարկմանը, սակայն մեզ մերժեցին պատճառաբանելով, որ այնինչ պաշտոնապես հայտարարել են, դրանից ավելին ասելու ոչինչ չունեն։ Եվ այսպես, պարոն Իշխանյան, ես ուզում եմ քննարկումը սկսենք ձեզանից, հայտնի է, հա, եւ փետրվարի 19-ին կալանավորվեց Վարդգես Գասպարին, օրեր հետո նա հայտարարություն տարածեց, թե ինչ տեսակի բռնություններ են իր նկատմամբ կիրառվում, մասնավորապես նույնիսկ մանրամասն նշել էր, նվաստացումների մասին էր պատմել եւ այլն, սակայն քրեակատարողական վարչությունը պարզաբանում հրապարակեց, որտեղ ըստ էության հերքում է Գասպարի ասածները, ես մեջբերեմ, նշվում է, որ Վարդգես Գասպարի նկատմամբ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի թիվ 20 եւ 9 խցերում իր խցակից կալանավորված անձանց կողմից որևէ բռնության, ծեծի, անձը նվաստացնող վերաբերմունքի, վիրավորանքի չի ենթարկվել Գասպարին։ Ընդ որում նաեւ նշվում է, որ հերթապահ բուժակը զննել է Գասպարին եւ մարմնի վրա վնասվածքի որևէ հետք չի գտել։ Ես խնդրում եմ ձեր դիտարկումները այս երկու հայտարարությունների վերաբերյալ եւ ասացեք, խնդրեմ, հնարավոր է անձին մարդուն այնպես ծեծել, որ նրա մարմնի վրա որևէ հետք չլինի։ Շնորհակալություն, կուզենայի ասել, որ երբ որ դուք ասիք, որ Արդարադատության նախարարությունից էիք մարդ հրավիրել, ավելի ճիշտ կլիներ քրեակատարողական վարչությունից հրավիրել։ Ենթական Չէ, կներեք, ինչու համար եմ ասում, որովհետև չնայած Արդարադատության նախարարության ենթակայության տակ է համարվում քրեակատարողական ամբողջ համակարգը, բայց իրականում նա առանձին կառույց է եւ առանձնապես Արդարադատության նախարարությունը չի ենթարկվում։ Հիշենք մի բան, որ վարչության պետին նշանակում է ոչ թե Արդարադատության նախարար, այլ Հանրապետության նախագահ, այսինքն դա առանձին կառույց է եւ առանձնապես մեծ լիազորություններ Արդարադատության նախարարությունը նրա նկատմամբ չունի, սա մեկ։ Երկրորդը ես ասեմ, որ քրեակատարողական հիմնարկներում 1 տարի լինելուց հետո Վարդգես Գասպարին, երբ որ եղավ 2008-ից 9 թվականները, նա բավականին ներսից ուսումնասիրել էր ամբողջ քրեակատարողական համակարգը եւ բավական հետաքրքիր հուշեր էր գրել, դա ինձ ուղարկում էր այդ հուշերը, բայց ես սպասում եմ, որ նա ազատվի, նոր հրապարակենք եւ նաեւ իր համաձայնությամբ ես ունեմ նույնիսկ անանուն հրապարակել, բայց նա պնդեց, որ իր անունով հրապարակվի եւ մեր դիտորդ ամսագրում դա հրապարակվել է։ Սա շատ կարևոր բան եմ ես ասում, ինչու համար եմ ասում կարևոր հարց է սա, որովհետև այդ ենթամշակույթը, որ կա քրեակատարողական հիմնարկներում, այդ քրեական օրենքներով շարժվելի եւ այլն, մեծ մասամբ ազատազրկվածները թվում նաեւ ես ասեմ, որ քաղաքական ենթատեքստով ազատազրկված եւ քաղաքական բանտարկյալները Հայաստանում երբեք ներքին բարքերի մասին չէին բարձրաձայնում։ Դա կարծես թե իրենք են համակերպվում այդ չգրված օրենքներին եւ որևէ բողոք չի լինում քրեակատարողական համակարգում այդ պայմանների եւ այդ հիերարխիկ հարաբերությունների հետ կապված։ Վարդգես Գասպարին այդ ամեն ինչը գրել էր եւ ես ենթադրում եմ, որ երկրորդ անգամ նրա հայտնվելը քրեակատարողական հիմնարկում կարող է պատահի վատ հետևանքներ ունենալ այդ ամեն ինչը բացահայտելու համար։ Հիմա մի բան էլ կուզենայի ասել, որ ընդհանրապես այսպիսի մի ավանդույթ կա ստեղծված, դերևս արդեն Խրուշչովյան շրջանից խորհրդային տարիներին քաղաքբանտարկյալների նկատմամբ ինչ որ ժամանակից սկսած։ Հետագայում նաև ասենք նույն Հայաստանի արդեն անկախ պատմության մեջ, որ երբ որ քաղաքական բանտարկյալներ են հայտնվում այնտեղ, ապա այդ քրեական բարքերը, որ կան այդ ենթամշակույթը, որ ես ասում եմ, նրանք կարծես թե դրանց նկատմամբ առաջին օրերը ոստիկանությունը բռնությունների եթե չհաշվենք, ապա նրանց նկատմամբ ավելի զգուշ են լինում, նրանք կարծես թե նրանց նկատմամբ այդ բաները չեն կիրառվում, այդ հիերարխիկ հարաբերությունները եւ այլն, նրանց չեն դիպչում։ Այստեղ շատ հետաքրքիր բան է, որ առաջին ահազանգը եղավ Գևորգ Սահպարյանից, որը ինձ համար նորություն էր, որ քաղաքական ենթատեքստով բռնվածի նկատմամբ եղել են բռնություններ, որոնք բավական հավաստի էին։ Եվ ես ենթադրում եմ, որ սա ես վստահ եմ ասում, որ սա ոչ քրեակատարողական վարչությանն էր, որ առանձնապես սեռնտու, ոչ էլ Արդարադատության նախարարությանը։ Սա նշանակում է, որ այլ օղակներից եկած հրահանգ է եղել
եւ բանը քրեակատարողական հիմնարկի իզորու չի եղել դրանց դեմ առնել։ Ես այդպես ենթադրում եմ։ Այլ օղակները ինչ այլ օղակները դրսից վրանները ազդելով, որովհետեւ այն ինչ որ Գևորգ Սաֆարյանին ասել են, որ դու ում դեմ ես խոսում, որոնք մեզ պահում են, լավ տղաների դեմ ես խոսում։ Հասկանում եք ինչ նկատի ունեմ։ Հիմա ինչ վերաբերում է արտադրության նախարարության ասացին, որ բռնություններ չեն կիրառվել, եկեք մի բան ընդունենք, որ սա ես մեծապես ցավում եմ, որ Հայաստանում որևէ համակարգում, այդ թվում նաև այդ համակարգում չեն ուզում ընդունել, որ կան բռնություններ։ Սա մեկ, որովհետև բռնությունները կան։ Հիմա հաջորդին եմ ուզում անցնել Վարդգես Գասպարիին իմանալով հանդերձ քրեակատարողական վարչությունը կամ Նուբարաշին քրեակատարողական հիմնարկը իմանալով հանդերձ Վարդգես Գասպարիի այդ գրածները այդ ամեն ինչի մասին նաև իմանալով նրա այդ պայքարի ձևերը, որոնք կան, որոնք ոչ շատերի համար ոչ սովորական ձևերը, ես կարծում եմ, որ քրեակատարողական Նուբարաշին քրեակատարողական հիմնարկը պետք է նրան այնպես խուց տաներ, որտեղ այդ մշակույթը չլիներ։ Եվ ես կարծում եմ, որ նրանք վրիպել են, ես չեմ ուզում հավատալ, որ հատուկ են արել, որ նրան տարել են այդ խուցը, որտեղ նրա նկատմամբ եղել են այդպիսի բռնություններ, ես չեմ կարծում, որ հատուկ են արել, ենթադրում եմ, ես ուզում եմ հավատալ, որ հատուկ չեն արել, եւ այնտեղ գուցե իմանալով այնտեղ այդ քրեական հեղինակությունները, նրա այդ հոդվածների մասին, այդ գրածների մասին, կամ նրա բողոքի այդ ձևերը նրանց դուր չի եկել եւ եղել են բռնություններ։ Ինչ վերաբերվում է այն հարցին, որ բուժակը ասել է, որ վնասվածքներ չկան, ես ասեմ, այստեղ մի շատ կարևոր հարց կա։ Բազմիցս մենք բարձրացրել ենք այդ հարցը, որ առողջապահության համակարգը քրեակատարողական հիմնարկներում չի ենթարկվի քրեակատարողական վարչության, այլ ենթարկվի առողջապահության նախարարությանը, որովհետև նրանք քրեակատարողական հիմնարկի աշխատողներ են եւ երբեք նրանք քրեակատարողական հիմնարկի դեմ որևէ բան չեն գրի։ Եղավ, շնորհակալություն, կանդրադառնանք այդ թեմային, պարոն Սահակյան, ձեր դիտարկումները խնդրում եմ առաջի հարցի վերաբերել եւ պարոն Իշխանյանին թե ավելացնելու որևէ բան ունեք, ամեցեք։ Եզրույթը քաղաքական բանտարկյալ, քաղաքական հայացքների համար եւ այլ մի փոքր անկալելի չէ եւ բանավեճ այլ հարցության մեջ է։ Վարդգես Գասպարին դիտավորյալ տանել խուցը եւ այլ, ես նույնպես ձեր հետ համեմատեմ, ես չեմ կարծում, որ դիտավորություն կա, որ տարել են այն բանտախուցը, որտեղ կան 3 հոգի, 4 հոգի կամ տարբեր մարդիկ։ Բայց այն փաստը, որ քրեակատարողական հիմնարկը, այդ վարչությունը տվյալ ծառայությունը իրականացնողը, երբ որ խուցից խուց են տեղափոխել եւ 3 խուց է տեղափոխել, որքանով մենք բոլորս տեղյակ ենք, ինքնին վկայում է, որ որևէ դիտավորություն չի եղել։ Պարզապես այնտեղ կան որոշակի այդ կանոնները, ապրելու համակերպության կանոնները եւ կարծես թե նաեւ հայտարարության մեջ նշում էր, որ այն կենսական միջոցները, որ փորձել են խցակիցները օգալ, այսինքն զուգարանի դիմացը պարկել եւ չթողնել եւ այլ, խցակիցների կողմից ընկալվել է ոչ ճիշտ կամ չգիտեմ եւ վեճի առարկա է դարձել կամ քննարկման առարկա է դարձել։ Այս առումով կա համապատասխան հայտարարությունը արտադրության նախարարության եւ կարծես թե այդ հարցերին պատասխան տվել է։ Եթե չեմ սխալվում, այս պահին նաեւ այդ դեպքի առիթով արդեն իսկ կա նաեւ քրեական գործ հարուցված եւ տեղի ունենում քննություն, եթե չեմ սխալվում։ Առնվազն նյութերի նախապատրաստման կամ դեպքի հետ կապված որոշակի քննություն իրականացում է, դա վստահաբար կարող եմ ասել։ Սա նույնպես վկայում է այն մասին, որ եթե իսկապես եղել են այնպիսի դեպքեր, միջադեպեր, որոնք քրեորեն պատժելի են կամ վարչական որոշակի պատասխանատվություն են ենթադրում, անպայման այդ մեղավորները կպատժվեն։ Ես չի ուզենա խոսենք այս անհատական մասնավոր դեպքերի հետ կապված, եթե ընդհանուր մոտեցումների մասին խոսենք կալանավայրերում տիրող իրավիճակի մասին, խոսենք այնպիսի պայմանների մասին, որտեղ այսօր կալանավորներն են գտնվում եւ այլ, միգուցե սրա այս ավելի գլոբալ խնդիրները պետք է դարձնենք քննարկման առարկա եւ կարողանանք քննարկել։ Նաեւ ասեմ հետեւյալը, որ այն նորամուծությունները, այն բարելավումները, որ փորձում են անել քրեակատարողական վարչության աշխատակիցները, վարչության պետը, վարչությունը,
դա կարծես թե նաև դառնում է ակնհայտ։ Դա առանձին թեմա է, պարոն Սահակյան, մենք այդ մասին հաղորդում կանենք։ Պարոն Իշխանյան, դուք նշեցիք, որ չեք ուզում հավատալ, որ նրան դիտավորյալ են այդ խոցը տարել, բայց չեմ բացառում։ Հա, չեք բացառում, բայց պարոն Գասպարի հայտարարության մեջ նաև ասում է, եւ երբ որ ինքը գոռում էր, աշխատակիցները հարցնում էին, հա, կալանավարի աշխատակիցները հարցում ամեն ինչ նորմալ է, խցակիցներն ասում էին, հա, ամեն ինչ նորմալ է, վերևների պայմանավորված է։ Այսինքն սա ինչ է նշանակում, սա ինչ է նշանակում, այսինքն կոնկրետ ուղղորդված դեպք է, ուղղորդվել է, որպեսզի Գասպարի նկատմամբ նման վերաբերմունք կիրառեն եւ ըստ էության դա արդյոք չի նշանակում, որ եթե ուղղորդում չլիներ, խցակիցները հնարավոր է եւ Գասպարի նկատմամբ այդպես չվերաբերվեն։ Ես մի փոքր ավելացում կամ հավելում, հա, նաև Վարդգես Գասպարին հայտարարել էր, որ ինքը խնդիր չունի ադմինիստրացիայի հետ։ Իր խնդիրը իր խցակիցներն են եղել եւ այդ որոշակի կոնֆլիկտներ, չգիտեմ, վեճ, միջադեպ, ինչպես ձևակերպենք, եղել է հենց խցակիցների հետ։ Բայց ադմինիստրացիայի հետ կապված ինքը որևէ խնդիր չունի, որևէ դեպ, որևէ բռնություն, եթե չեմ սխալվում, նման հայտարարությամբ հանդես է եկել եւ ներկայացրել է, որ խնդիրը այնտեղ այս հարթության մեջ եւ ադմինիստրացիան է հենց որ միանգամից կանչել է բուժակին, նաեւ խցից մի քանի խոց են փոխել, տեսել են որ չեն կարողանում համակերպեն, չեն կարողանում համատեղ ապրեն, փոխել են այդ խցերը։ Այստեղ մի շատ կարևոր հարց կա։ Ամեն դեպքում, եթե նույնիսկ վարչակազմի կողմից չի եղել ցուցումը բռնություններ կիրառելու, ապա դա նրանց պատասխանատվությունից չի ազատում իհարկե, որովհետեւ ես նորից եմ կրկնում, իմանալով թե Վարդգես Գասպարին ինչ ոչ adekvat տիպի քաղաքական գործիչ է եւ քաղաքական բողոքի ձևեր է կիրառում եւ նաեւ չի համակերպվում բանտային այդ ընդհանուր կանոնների մեջ, ապա նրան պետք է տանեին այնպիսի խոց, որտեղ ասենք, որը կամ մենախոց տանեին, կամ այնպիսի միտեղ տանեին, այն զրոների հատուկ տեղը տանեին, որտեղ այդպիսի այդ մշակույթը չկա։ Այսինքն ամեն դեպքում այստեղ պատասխանատվությունը կա։ Ինչ վերաբերում է այն բանին, որ նա ասել է, որ այդպիսի բան է լսել, որ վերևներից է գալիս, ես անկեղծ ասած հասկանալի է, պայմանավորվածություն կա, սա ես մի քիչ դժվարանում եմ սա ասել, որովհետև էլի եմ կրկնում, տեսեք նույնիսկ պարոն Սահակյանն ասաց, որ վարչակազմից ինքը չի բողոքել, այս վերևներից կոչված ինչ է նշանակում։ Շատ հավանական է, որ վերևներից կոչվածը նշանակի հետևյալը, որ ոչ թե վարչակազմի կողմից է եղել, այլ հիերարխիկ հարաբերությունների մեջ գտնվող կողմից է եղել այդ։ Իսկ ինչի համար է դա եղել այդ դեպքում։ Միանգամից հարց է ծագում։ Իսկ ինչի։ Այս չեմ բացառում, որ նրա նախորդ հրապարակումների համար իրականում ներկայացրել թե ինչպիսին է բանտային կյանքը։ Եվ ես նորից եմ կրկնում, եւ այստեղ ես հավատանք, որ սա վարչակազմի կողմից վրիպում է եղել, եւ ոչ թե պատիժ, որ ես չեմ կարող վստահաբար ասել, թե որն է եղել իրականում։ Ես ասեմ հետեւյալը, իհարկե կան խնդիրներ քրեակատարողական հիմնարկներում կամ որը չեն բացառում նաեւ հենց այնտեղի վարչակազմը, բայց պետք է նաեւ օբյեկտիվորեն նշենք այն բարելավումները, որոնք այսօր կան։ Նույն Արմավիրի, երբ որ նոր քրեակատարողական հիմնարկը բացվեց, մենք տեսանք, որ խցերի ծանրաբեռնության աստիճանը մի փոքր քիչնի։ Տարբեր միջոցառումներ են ձեռնարկում, ինտերնետ խանութներ են փորձում ներդնել նույն քրեակատարողական հիմնարկներում։ Խնդիրը այստեղ ուրիշ է, ոչ միայն պայման, իհարկե ես Արմավիր քրեակատարողականում եղել եմ, եւ իհարկե այնտեղ պայմանները քեզ համեմատի Հայաստանի մնացած քրեակատարողական հիմնարկների հետ, բայց այստեղ մի ուրիշ կարևոր խնդիր կա։ Պայմանները շատ կարևոր են, շատ, բայց շատ ավելի կարևոր է կարևոր է նախ ընդհանրապես ես իմիջիալոց ասեմ, որ ես որպես այսպես չեմ ուզում ներկայացնել այդ քրեակատարողական ամբողջ այդ համակարգի աշխատողների որպես, չգիտեմ, ինչ-որ բոբոձաձյան։ Հա, բայց խնդիրը այստեղ ուրիշ է։ Շատ քրեակատարողական հիմնարկների աշխատողներ դեռ հնուց եկած իրենց հոգեբանությամբ նրանք ազատազրկվածների մեջ տեսնում են հանցագործներ, հանցագործ բառի բուտ իմաստով։ Եվ այստեղ
շատ կարևոր է նոր աշխատողների հոգեբանություն, փոփոխություն, նոր աշխատողների ներգրավում, սա մեկ, եւ երկրորդը հնարավորինս կարողանալ արմատախինալել այդ հիերարխիկ հարաբերությունները, որովհետեւ վերաբերմունքը կալանավորի նկատմամբ շատ ավելի կարևոր է, քան պայմանները, չնայած նույնիսկ եմ կրկնում, պայմանները շատ կարևոր են։ Լավ, եթե մենք վերադառնանք մեր հաղորդման թեմային եւ Վարդգես Գասպարի հետ նրա շուրջ ծավալված իրադարձություններին, տեսեք, պարոն Սահակյան, թե Գասպարի փաստաբանները եւ թե իրավապաշտպան կազմակերպությունները հայտարարել են, որ Գասպարի նկատմամբ այնինչ կատարվում է դա քաղաքական հայացքների համար է արվում, այս մասով ինչ կարող եք ասել։ Ես չեմ կարծում, որ այստեղ ես նշեցի քաղաքական բանտարկյալ քաղաքական հայացքներից եզրույթներ մի փոքր զգուշ օգտագործեն։ Ինչի համար եմ սա ասում, վերադառնանք եւ հասկանանք ինչի համար է Վարդգես։ Այնուամենայնիվ համարում են խաղաղ ակտիվիստ, խաղաղ ցուցարար եւ Վարդգես Գասպարին, եթե փորձեք մտաբերել, թե ինչի համար են տարել քրեակատարողական հիմնարկ նախնական կալանք կամ կալանք որպես այդպեսին ընտրել, չեմ կարծում, որ որևէ քաղաքական հայացքների հետ կապված անկախ նրանից մենք ընդունում ենք Վարդգես Գասպարի որպես ակտիվիստ իր բողոքի ձայնը հասցնելու իր այդ տարբերակը, ընտրած տարբերակը, բայց այնուամենայնիվ ինքը ակտիվիստ է, ինքը ունի իր ձևը, իր մեթոդը եւ կարողանում է նաեւ ինչ-չէ ուշադրություն գրավել, չէ՞։ Այդ նպատակը նաեւ այն է, որ այս կամ այն խնդրի հետ կապված ինքը իր ձայնը լսելի դարձնենք։ Հիմա եթե մենք ունենք Հայաստանի Հանրապետության դատական համակարգ դատարաններ, դատարանը որոշում է կասել, որ որպես, չգիտեմ, որևիցե մի ձևաչափով ներգրաված լինի որևէ դատական process եւ ինքը պետք է ներկա լինի եւ ներկա չի լինում, կա վերման ենթարկելու մասին որոշում։ Եթե չի ենթարկվում կամ վիրավորում է դատարանին, հետեւաբար կա որոշակի սանկցիաներ, որոնք պետք է կիրառում է կամ պետք է կիրառի նույն դատավորը, նույն դատարանը։ Եթե դատավորը այդ որոշակի քայլերի հետ կապված դատական գործընթացի հետ ոչ թե իր քաղաքական որևէ դրսևորման, իր ակտիվիստ որպես որևէ դրսևորման եւ կալանքի որոշում է կասել, սա չի կարելի բերել եւ դարձնել արդյոք քաղաքական հետապնդում է թե չէ, սա ամենա թերևս վատ ուղղությունն է, որ մենք կարող ենք ընտրել։ Կարող ենք համաձայնել, որ այնտեղ եղել են որոշակի խնդիրներ, որ չգիտեմ, Վարդգես Գասպարի օրինակ Անիշխանյանը նշում է, որ հաշվի առնելով իր այն ձևերը, մեթոդները, որոնք ոչ բոլորի համար օբյեկտիվորեն ընդունել են, նույնիսկ ազատության մեջ գտնվող մարդկանց համար, հա, առավել եւս խցի, հա, իր խցակից ընկերների կամ, չգիտեմ, ովքեր այնտեղ են եղել նրանց համար, հետեւաբար նաեւ կարելի է որոշակի միջոցառումներ իրականացնել։ Եվ այդ միջոցառումները, որ փորձել են նաեւ իրականացնել, ըստ իս, որքանով ես տեղյակ եմ, այդ օրերին կապի մեջ եմ եղել նաեւ պարոն Օսիկյանի հետ անընդհատ զրուցել ենք, տեղեկացել եմ, թեպետ դրա մասին չեմ բարձրաձայնել, բայց հավաստիացում եմ միանշանակ եղել է այն, որևէ բռնություն, որևէ բան չի կարող լինել։ Խցի իր խցակիցների հետ եղել է խնդիր, խուցը փոխել են։ Եղել են նորից խնդիր, նորից փոխել են, բայց ցավոք սրտի մենք չունենք այն պայմանները, որ մեկ կալանավորին, մեկ խուց, մեկ, չգիտեմ, այդ համապատասխան, չգիտեմ, պարագաները կամ, չգիտեմ, այսպես ասած, հանգստի գոտիները եւ այլ եւ այլ։ Այս է խնդիրը եւ մաքսիմալ չեզոքացնելով տարել են այնպիսի խուց, որտեղ եղել է ավելի հանգիստ հանդարտ միջավայր, այսպես ասեմ, որը անընդհատ խնդրին բախվելով, լուծելով գնացել են հասել են։ Այս է խնդիրը, որ մենք պետք է բարձրաձայնենք կամ խոսենք սրա մասին։ Ես փորձեմ պատասխանել, նախ կուզենայի ասել քաղաքական ենթակտես կամ քաղաքական բանտարկյալ եզրույթի մասին, բազմիցս ասել, նորից կրկնեմ, որ չկա այդպիսի իշխանություն աշխարհում, որ ընդունի, որ ինք ունի քաղաքական բանտարկյալ։ Չէ, բայց օբյեկտիվորեն ես դες պարոն Իշխանյան։ Կներեք, ես ասում որ ընդհանրապես չկա այդպիսի իշխանություն աշխարհում, որ ընդունի, որ ինք ունի քաղաքական ճշմարտության հատիկ, բայց եկեք տեղայնացնենք Վարդգես Գասպարի դեպքում։ Ինչ վերաբերում Վարդգես Գասպարի, ես համարում եմ Վարդգես Գասպարի մեթոդները նորույթ էին Հայաստանում, որովհետեւ բայց իրան ասենք օրինակ 1000 ներողություն նախագահական նստավայրի ազգային ժողովի մուտքի մոտ կամ այս կամ այնտեղ պարկելու համար չէ որ տարել են կալանավոր։ Ես կներեք ասեմ, Համենայն դեպս դուք ասիք ընդունելի չեն, որովհետև հասկանալի չեն գուցե։ Ինձ համար շատ ընդունելի են որպես նորույթ, որովհետև այն բոլոր բողոքի ձևերը արդեն տեսել ենք, սա նորույթ է, եւ դա իր ընտրած ձևն է։ Սա մեկ։ Երկրորդ, ամեն դեպքում ես համարում եմ Վարդգես Գասպարի բողոքի ձևը միգուցե ինձ համար ընդունելի է, բայց ընդունելի չէ, որ իրեն այս փաստով, այս կոնկրետ այս փաստով համարում են քաղաքական բանտարկյալ։
հասկանալի է, ձեր դիրքորոշումը հասկանալի է, իսկ ես ամեն դեպքում համարում եմ, որ եթե որ բան ինչ որ նրա հետ կատարվել է, դա եղել է քաղաքական հետապնդման արդյունք, իր քաղաքական հայացքների, իր բողոքի, անզիջում բողոքի բանը հետևանքի եղել, եւ իսկ ինչ վերաբերվում է բանին այդ բռնություններին։ Ճիշտն ասած, ես էլ չէի ուզի, որ բռնություններ կատարված լինեին, բայց ես չեմ կարծում, որ Վարդգես Գասպարին ստում է, որովհետեւ դա ինչու 2008-ից 9 թվականների նստած ժամանակ երբեք չի ասել, որ նկատմամբ բռնություն է կիրառվել, իսկ հիմա անկարծ ասում են, որ այն ժամանակ ավելի երկար էր նստել։ Եվ ես կարծում եմ, չի եղել ադմինիստրացիայի կողմից։ Դե ես նույնիսկ ասի ադմինիստրացիայի կողմից։ Բայց արդյոք ադմինիստրացիան որովհետեւ չի կարա վերահսկել։ Ես հետեւյալն եմ ասում, իմ ասածը հետեւյալն է։ Եթե բռնությունը եղել է խցակիցների կողմից, դա բոլորովին չի արդարացնում ադմինիստրացիային, որովհետեւ ադմինիստրացիան պետք է վերահսկի։ Եվ նորից կգնեմ ես։ Ի սկզբանե ադմինիստրացիան իմանալով Վարդգես Գասպարյանի անձը կարող է տանել այն խուցը, որտեղ արդեն խնդիր չկար, որտեղ Գևորգ Սաֆարյանը շատ ճիշտ է։ Դրա համար կա արդեն իսկ քննություն է իրականացում այս դեպքի հետ կապված, եթե կլինեն իսկապես կամ եղել են իսկապես այդ բռնությունները, անպայման պատժվելու են։ Որևէ մեկը որևէ բան թաքցնելու որևէ խնդիր չունի։ Ես այդպես կարծում եմ, հույսով եմ եւ մի քիչ էլ վստահ եմ։ Մի հարց տամ ձեզ, պարոն Սահակյան, ուղղակի մի հարց տամ։ Դուք չեք ճխտում, չէ՞ որ քրեակատարողական հիմնարկներում ամեն դեպքում բռնություններ լինում են։ Ում կողմից։ Թեկուս ներանձնական հարցերում չեմ ասում վարչական, ես չեմ ասում վարչական։ Տեսեք, ես իհարկե չեմ կարող ժխտել, մի բան կարող եմ վստահաբար։ Դուք բազմիցս այցելել եք, խնդիրներ եղել, պիտի որ բնականաբար ես ասեմ որևէ դեպք եղել է, որ ինչ որ մեկը պատժվի բռնությունների։ Չէ, տեսեք, այսօրվա իրավիճակը օբյեկտիվորեն նաև այնպիսին է, որ եթե նույնիսկ ադմինիստրացիան որևէ կերպ փորձում է ազդել կամ բռնություն գործադրել այս կամ այն կալանավորի նկատմամբ, դա շատ արագ հրապարակվում է, շատ արագ փաստաբանները, իրավապաշտպան կազմակերպությունները արձագանքում են եւ դառնում է շատ վատ, այսպես ասած, հետևանք ունեցող մի փաստ, որը որևէ իշխանության պետք չի եւ բնականաբար պատժում են։ Կներեք, իսկ միջանձնային խցակիցների հետ հարաբերությունները ես ցավով պետք է ասեմ, մինչև վերջ որևէ ադմինիստրացիա ցավոք սրտի չի կարող կանոնակարգել։ Ինչու, որովհետև եթե 4 հոգով մենք մի խցի մեջ ենք, առավոտից իրիկու չեն նստելու ձեզ հետևեն ինչ եք խոսում եւ ինչ եք անում եւ ինչ եք անում։ Կանխարգելիչ միջոցառումներ կկիրառեն, տարբեր բնույթի միջոցառումներ կկիրառեն, բայց միայն եւ որքանով ես տեղյակ եմ, ես այդ կյանքը կամ այդ այսպես ասած հարաբերությունները այդպես լավ չեմ ճանաչում, որքանով ես տեղյակ եմ, նաեւ մինչեւ վերջ որևէ երկրում, որևէ պետությունում չեն կարող կարգավորվել բանտախցերում, քրեակատարողական հիմնարկներում միջանձնային հարաբերությունները։ Շնորհակալություն պարոն Սահակյան, պարոն Իշխանյան, շարունակելով պարոն Սահակյանի միտքը, որ Գասպարին ոչ թե նախագահականի դիմացակցի անելու համար են կալանավորել եւ պատիժ սահմանել, այլ դատարանում դատավորին եւ իրավապահ մարմնին վիրավորելու համար։ Տեսեք, Գասպարի փաստաբանները պնդում են, որ այդ կալանավորումը իրավաչափ չէր։ Դուք որպես իրավապաշտպան ինչ եք կարծում, իրավաչափ էր թե ոչ, արդյոք անպայման, ոչ թե անպայման, այլ օրենքը հենց կալանավորումն էր նախատեսում Գասպարի նկատմամբ։ Նախ հաշվի առնենք, թե կալանավորումը որ դեպքերում է կիրառվում, կալանավորումը կիրառվում է այն դեպքերում, այդ նախոչնդոտում է նախաքննությանը կամ դատավարությանը եւ այլն, այսինքն այդ դեպքերում։ Հիմա Վարդգես Գասպարին ինքը չէր իրեն գնում էին տնից, ինքը բողոքում էր բամերիկում բերմանի, այսինքն ինքը չէր թաքնում դատարանից։ Այսինքն սա այն դեպքներ, որ ես համաձայն եմ նրա փաստաբանների հետ, որ սա ուղղակի պատիժ էր նրա նկատմամբ կալանավորում կիրառելով իր քաղաքը։ Եվ հատկապես եթե հաշվի առնենք հոգեբուժարան, տեղափոխել, եւ մինչեւ հիմա պնդում են, որ պետք է անպայման հոգեբուժական փորձակցություն։ Դա արդեն աբսուրդի թատրոնից էր, ինչու համար եմ ասում, որովհետեւ գիտեք ինչ կա։ Տեսեք, նրա այդ բողոքի ձևերը, որը մեզ համար նորություն էր։ Նորություն, բայց ես չեմ ուզում ասել բանը, այդ բառերը չեմ ուզում ասել անընդունելի կամ տարօրինակ եւ այլ։ Գուցե տարօրինակ, որովհետեւ մենք սովոր չենք։ Ի վերջո մի բան պետք է հաշվի առնել, որ ընդհանրապես ցանկացած ճակերտների մեջ տարօրինակություն է առաջընթաց բերել։ Սա ես մի բան ասեմ, այստեղ երկու տարբերակ կա քննիչի այդ որոշման մեջ։ Մի տարբերակը այն է, որ նա վրեժ է փորձել լուծել, բայց կա նաև մյուս տարբերակը, որ ասեմ որ վրեժ է լուծել նրա պահվածքի եւ այլնի համար, որ այդպես պարկում է եւ այլն։
բայց մյուս տարբերակն էլ կա, շատ հավանական է երկրորդ տարբերակը լինի, որ իսկապես այդ մարդը չի պատկերացնում, որովհետև իր մտածողությունների ուրիշ քրիչը չի պատկերացնում, որ կարող է պատահի մարդ չհամակերպվի, բանը չհամակերպվի, մի բան կներեք ես վերջացնեմ, չհամակերպվի, իրենց պես չհամակերպվի այսօրվա իրավիճակին, այս ինչ է անում, համակերպվում այսպես ապրի, հիշում եք ֆիլմ կար Մյունխհաուզենը, որ ասում է «Присоединяйтесь, բարոն», մեր պես դառի, եւ հանկարծ մտածում ուրիշ ուրեմն գիժ է։ Շատ հավանական է որ մտածողությունը այսպես մի փոքր ավելի վառը գիները փորձում ներկայացնել։ Վարդգես Գասպարի բողոքի մեթոդի ձևի հետ կապված որևէ խնդիր երբևէ չի եղել, վստահ եմ այսօր չի լինելու։ Նորից եմ նշում, նորից եմ պնդում, Վարդգես Գասպարին իր որևէ ակցիա կատարելու համար վերման չեն ենթարկել, չեն տարել, չեն կալանավորել եւ այլ։ Հա? Եթե չի եղել վարչական տուժեր են ենթարկել։ Վիրավորանք եթե չի եղել որոշակի զանցանք վարչական տուժեր ենթարկելու համար եւ այլ։ Իսկ այս դեպքը կոնկրետ, եթե ես չեմ իսկ ներեք 2000 բնան ձերբակալեցի, որևէ բան չկար, ուղղակի օպերայից դուրս գալուց բռնել տարել էին, որևէ բան չկար, որտեղին էլ ծանոթացեք։ Այս դեպքում եթե ես չեմ սխալվում, նաեւ դատարանին վիրավորելու, դատարանի օրինական պահանջներին չենթարկվելու համար էր։ Եթե կա դատավորի գործողությունների մեջ որևէ հակաօրինական քայլ գործողություն, փառքասուկան փաստաբաններ կարող են բողոքարկել վերադարձ դատականացիան եւ դատավորի նկատմամբ որոշակի գործողություններ իրականացնեն կամ առնվազն արտադրության խորհրդում քննարկման Բոլորս գիտենք այդ օրենքները։ Չէ, մենք հենց ներն ենք ընկնում, ասում ենք բոլորս գիտենք, եթե որ բոլորս գիտենք ինչ են եկել։ Փորձում են փաստաբաններն էլ եւ դիմում են եւ վերադարձի չեն։ Ազնիվ չեք, ես ձեր հետ չեմ համաձայնում։ Ես ընդհանրապես նորից եմ ասում, թե ազնվության մասին չխոսենք։ Իմ տեսանկյունից թեկուզ եւ կարող է նաեւ իմ համար եւ հետաքրքիր եւ ընկալելի լինի Վարդգես Գասպարի բողոքի այդ մեթոդը, օրինակ, երբ որ պարկում է եւ բոլորին ուշադրության կենտրոնում է լինում, հրավիրում է ուշադրությունը։ Բայց այդ վիրավորանքը, այդ տարբեր միջոցառումները կարծում եմ պետք է նաեւ սահմանափակվի եւ զերծ մնան նրանց։ Սահմանափակվի կալանավորելով թե կներեք ազգային ժողովի քանի պատգամավորի անուն տան, որ լրագրողներին վիրավորել ամենախիստ ձևով։ Նրանց համար կալանք չի կիրառվել նրանց։ Հիմա ասեմ, դրա համար էլ ազգային ժողովի էթիկայի հանձնաժողովը օրումեր քննում է կամ նմանատիպ կալանք չի կիրառվել, վարչական դուժե կալանք չի կիրառվել։ Երկու հոգու դեմ եմ, հա բանավիճ։ Չէ, դուք շատ լավ հիշեցրեցիք էթիկայի հանձնաժողովը։ Ես փորձում եմ նաև հիշեցնել եւ պնդել։ Դրա համար կա էթիկայի կանոն, դրա համար պատգամավորների հետ կապված կա գործընթաց, կա վիրավորանք եւ զրպարտանք քաղաքացիական օրենսգրքով։ Երբ որ ապաքրեականացրեցինք, նաև որպես հետագայում խուսափենք նմանատիպ մեղադրանքներից, միջադեպերից, որ չասեն օրինակ Վարդգես Գասպարին վիրավորել է եւ քրեական օրենսգրքով է նա պատժի ենթարկվում որոշակի առումով եւ դառնա իսկապես, չգիտեմ, քաղբանտարկյալ, հեղինակներից մեկը ես եմ եւ հենց ես եմ, որ ապաքրեականացրեցինք վիրավորանք եւ զրպարտանքը։ Պատգամավորը բան չի, հրեշտակ չի կամ չգիտեմ ով չի։ Եթե վիրավորել է սահմանված ընթացակարգով կարող են դիմել դատարան եւ վիրավորանքի համար իր որոշակի, այսպես ասած, պատիժը, տուգանքը, պատժաձևը, չափը կներեք, Վարդգես Գասպարին որ վիրավորել է, ընդունենք որ վիրավորել է, բայց բանը դատարան չեն դիմել, միանգամից ոստիկանությունը վիրավորանքի համար գործ է հարուցել վարչական վարույթ։ Այսինքն խոսքը այն չի, որ ում որ վիրավորել է նա դիմել է դատարան։ Լավ գիտեք, պատգամավորի դեպքում այլ ընթացակարգ է, Վարդգես Գասպարի չէ, առանց որևէ բանի, մեր օրենքները այդպեսին են։ Դրա համար կա էթիկայի հանձնաժողով, դրա համար էթիկայի հանձնաժողովը երբ որ քննում է, վերջացնում են, կարող են դիմել դրանից հետո դատարան կամ առանց էթիկայի հարցերի հանձնաժողով կարող են ցանկացած պահի դիմել դատարան եւ դատական կարգով վիճարկել, քննել դեպքը, փաստը, արդյոք կա վիրավորանք, կա զրպարտան եւ այլ եւ այլ։ Էս է ուղիղ ճանապարհը, որպեսզի նաև կանոնակարգես նման դեպքերը։ Շնորհակալություն, քանի որ մեր եթերին շատ քիչ րոպեներ են մնացել, ես խնդրում եմ պարոնակ ամփոփենք, պարոն Իշխանյան, եթե ունեք ավելացնելու բան կապված Վարդգես Գասպարի հետ տեղի ունեցող այս իրադարձությունը եւ դատական գործընթացի հետ կապված, խնդրեմ համեցեք։ Ճիշտ ասած, առանձնապես ավելացնելու բան չունեմ, բայց ուղղակի շատ կուզենայի որ Հայաստանում իշխանությունները շատ հանդուրժող լինեին քաղաքական բողոքների նկատմամբ, թեկուզ իրենց համար անհասկանալի բողոքների նկատմամբ եւ չփորձեին վրեժխնդիր լինել դրա համար, ինչպես օրինակ Գևորգ Սաֆարյանի դեպքն է, որ հիմա նա դասական քաղաքապետարակյալ է, կամ
ոչ համաչափ պատիժները, որ կան կիրառվել են Շանթի եւ նրա ընկերների նկատմամբ Փակի Ղեղյանի նկատմամբ եւ նույնը Վարդգես Գասպարի, ինչպես նաեւ Վալոդիա Ավետիսյանի, համարում եմ, որ այս խումբը, որ ես ասացի, սրանք քաղաքական հետապնդողներ են Հայաստանում։ Շնորհակալություն։ Ես իհարկե կուզեի մենք խոսեինք այն իրավիճակի մասին, որ կա քրեակատարողական հիմնարկներում եւ այն ծրագրերը, բարեփոխումները, թեկուզ եւ պատկերացումները, թեկուզ եւ առաջարկները մեր կողմից, մեր միջոցով, որպես էլ ավելի բարելավի կամ որոշակի առումով բարելավի հենց այդ անձանց դատապարտյալների վիճակը կալանավայրերում։ Այսքան որ շեշտադրում եք դառնում եք դեպի քաղաքական հարթություն եւ հանդուրժողականության մասին եք խոսում, Համենը պետք է ասեմ, որ մի փոքր աչքները լայն բացեք, կտեսնեք, թե ինչ քննադատության կամ երբեմն ինչ վիրավորանքի, զրպարտանքի են արժանանում թեկուզ հասարակ իշխանավորները, թեկուզ պատգամավորները, թեկուզ չգիտեմ, քննադատությունը մեր երկրում արկայե կա, բայց ազատ խոսքը, ազատ մամուլը ամենաթողություն ամենևին չի նշանակում։ Համար ես պետք է նաև մենք բոլորս բարքայինենք որպես իշխանություն պետք է հանդուրժող լինենք։ Բնականաբար, եթե մարդը իշխանությունն է եւ հանրային է հասարակական դաշտում գործունեություն ծավալող է, պետք է լինի եւ պետք է ունենա լայն հանդուրժողականություն։ Ինչն էլ կարծում եմ մեր կողմից առնվազն դրսևորում է։ Ցանկացած օրվա թերթ, եթե վերցնեք եւ ընթերցեք, ձեր համար բարձ կդառնա արդյոք հանդուրժող են թե չէ։ Շնորհակալություն։ Ես այդ անունները տվեցի, օրինակ, բանը, ես համարում եմ կոնկրետ Գևորգ Սաֆարյանին նկատմամբ կալանավորումը նրա բանը խիստ քննադատության, իհարկե երբեմն քննադատության սահմանն անցնող խոսքերի համար էր։ Ես կարծում դա վրեժխնդրություն էր նրա այդ խոսքերի համար, նրան կալանավորեց։ Եղավ պարոնեք, շատ շնորհակալ եմ մեր հրավերը ընդունելու համար։ Ես հիշեցնեմ Առցանց առավոտի եթերում դեմ առ դեմ հաղորդաշարն էր։ Մենք քննարկեցինք քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարի նկատմամբ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում կիրառված բռնությունները, քրեակատարողական հիմնարկներում նաև տեղի ունեցող այդ բարքերը եւ ինչպես նաև Գասպարի շուրջ ծավալված իրադարձությունները։ Շնորհակալություն։ Ներեք ես մի բան ասեմ, ինչ վերաբերում պարոն Սահակյանի ասացին, որ քրեակատարողական հիմնարկներում տիրող իրավիճակի մասին, դա առանձին քննարկման նյութ է, որ այսօր Վարդգես Գասպարի հարցներ, խնդրեմ ցանկացած ժամանակ պատրաստ եմ այս Վարդգես Գասպարից մենք ամեն ինչ քննարկեցինք, հա, տարբեր բայց դա շատ խորը հարց է, ես պատրաստ եմ դա քննարկման։ Ես էլ եմ պատրաստ, բայց եթե խաղի կանոնները պահպանեք եւ բացի Վարդգես Գասպարի չքննարկեք այլ թեմաներ, ինչպես արեցիք այսօր։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։